Ամփոփելով տարին որպես անհատ կամ քաղաքական գործիչ, ինչ տվեց ձեզ 2016-ը։ Որպես անհատ, որպես քաղաքական գործիչ, շատ ապրումներ ունեցանք, տագնապներ, անհանգստություններ կապված եւ ապրելյան գործողությունների, նաեւ հուլիսյան դեպքերի հետ, նաեւ ուրախությամբ, շատ մեծ ուրախությամբ նշեցինք 25-ամյակ անկախության, այսինքն կարծես ուրախությունը, տխրությունը իրար հետ զուգակցելով մենք տարին ավարտեցինք, բայց կարծում եմ եւ քաղաքական գործիչները եւ հասարակությունը իր համար շատ հետեւություններ արեցին։ Ինչ ակնկալիքներ ունեք 2017-ից։ Ամենակարևորը, որպեսզի մենք կարողանանք ապրիլին այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնք ոչ միայն միջազգային չափանիշների են համահունչ, այլ բավարարի մեր հասարակությանը, մեր ժողովրդին, դրանք լինեն ազատ թափանցիկ եւ որ ամենակարևորն է նոր քաղաքական մշակույթ ձևավորելիս ունենանք այն խորհրդարանը, որը ավելի լավ կաշխատի, որը կյանքի կկոչի մեր բոլոր նպատակներն ու ցանկությունները։ Ինչ եք նվիրելու ընտանիքի անդամներին։ Մեզ մոտ ընդունված է միմյանց նվերներ անել եւ դա միշտ անակնկալի տեսքով է լինում, կարևոր չի որ շատ մեծ լինի կամ թանկարժեք, այլ պարզապես ուշադրություն է, որը շատ ուրախացնում է, մեկս մյուսին ուրախացնում ենք եւ մեր երեխաներին եւ ամուսնուս ես ինքս նվերներ անում եմ եւ ստանում եմ իրենցից նվերներ։ Որտեղ եք նշելու ամանորը եւ ում հետ։ Ինչպես միշտ տանը, որովհետև համարում եմ, որ ամենաջերմ ընտանեկան տոնն է նոր տարին եւ ինձ մոտ միշտ ասոցացվում է ընտանեկան հավաքույթների, համեղ ուտեստների, գեղեցիկ տոնածառի հետ եւ ես ինքս կարծում եմ, որ որևէ այլ վայրում երբեք չեմ կարող այդպես անցկացնել նոր տարին, ինչպես իմ տանը։ Շատ սիրում եմ ընտանեկան մթնոլորտում անցկացնել։ Նախընտրում եք ճոխ թե համեստ միջավայր։ Նայած ինչը նկատի ունեք, եթե խոսքը սեղանի մասին է, երբեք ճոխություն չեմ սիրել, շատ զուսպ եմ սեղանը, բայց շատ գեղեցիկ, նաև շատ կարևորում եմ աղանդի սեղանը, չրեղենը, մրգերը, համարում եմ, որ երբեք չի կարելի դա ուտելուտով սարքել, այլ պետք է ուրախանալ, երազանքներ պահել եւ մտածել, որ անպայման հասնելու ես այդ երազանքներին։ Փոքր ժամանակ կամ երիտասարդ տարիքում ամենատպավորիչ նվերը, որ ստացել եք։ Ճիշտն ասած, միշտ մայրս, հայրս նվերներ արել են մեզ նոր տարում, այդպես ես հիշում եմ, որ շատ մեծ տիկնիկ ստացա գերմանական, այդպիսի նոր տարի է եղել, շատ խաղալիքների մեջ հենց այդ տիկնիկն եմ հիշում, երևի թե շատ գեղեցիկ է, շատ երկար պահպանվեց, խաղում էի, իսկ ընդհանուր առմամբ այդ մշակույթը մեր տանը միշտ եղել է, իրար ուրախացնելու եւ նվերներ իրար հանձնել։ Եթե լինեիք 21-րդ դարի երեխա, ինչ կուզենայիք ծնվել պապիկից։ Ես չեմ կարող ասել, որովհետև շատ տարբեր են նախասիրությունները, հիմա երեխաները ավելի շատ հեռախոսներ, ապարատուրա են սիրում, բայց շատ կուզենայի, որ մեր երեխաներն էլ շատ խաղային, հեքիաթների հավատային, լսեին այդ հեքիաթները եւ իրականում կատարիկ, երբ ձմեռ պապին հավատում ես եւ դա անպայման հետքը թողնում է, այսինքն այն ակնկալիքները, որոնցով սպասում ես նոր տարուն, հետո արդարանում են։ Հավատում եք ամանորի հրաշքին։ Իհարկե հավատում եմ եւ կարծում եմ, որ մարդը միշտ պիտի հրաշքների հավատա, միշտ պիտի պոզիտիվ լինի, միշտ լավատեսորեն տրամադրված, ինչքան էլ որ մենք հոգսերով լի կյանք ունենք, այնուամենայնիվ նոր տարին պետք է ուրախ անցկացնել։ Ինչ կմաղթեք հայ ժողովրդին։ Առաջինը խաղաղություն, երկրորդը խաղաղություն եւ երրորդ դեպքում ես կմաղթեմ, որ բոլոր ընտանիքներում սեր ու ջերմություն լինի, ամուր ու առողջ լինեն մեր ընտանիքները, որովհետեւ երբ ընտանիքը առողջ է, պետությունն էլ է ուժեղ, երբ պետությունն է ուժեղ, նրան հաղթել հնարավոր